Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի հյուրերն այս անգամ դերասան Խորեն Լևոնյանն ու նրա կինը Էմմա Ազիզյանն էին։ Star News-ը հետևեց հաղորդմանը։ Նշենք, որ զույգը նոր է ամուսնացել, եւ սա Էմմայի առաջին հարցազրույցն էր։ Star News-ը չէր կարող չնկատել Էմմա Ազիզյանի արդեն կլորիկացած փորիկը, ինչը փաստում է հնարավոր հղիության մասին։ Թվում է, դեռ զույգը չի շտապում հանրությանը հայտնել բարի լուրը։ Մնում է սպասենք պաշտոնական հայտարարությանը կամ էլ արդեն հրաշքի ծնունդին։ Զրույցի ընթացքում Էմման խոսեց իրենց սիրո մասին, թե ինչպես է այն սկիզբ առել, ինչ ճանապարհ են անցել միասին եւ ոչ միայն։ Նա անկեղծորեն պատմեց այն դժվարությունների, փորձությունների եւ պահերի մասին, որոնք ամրապնդել են իրենց միությունը։ Փորձությունները, ճանապարհը, որ միասին անցանք, այդ ամեն ինչը մեզ միասին կապեց։ Քովիդ, պատերազմ, երգերի ստեղծումը, որը շատ բարդ տրվեց մեզ։ Այդ ամեն ինչը միասին անցնելով հասկացանք, որ մեզ ուրիշ բան է կապում։ Ինքն իմ համար ամեն ինչ էր՝ ընկեր, հարազատ, հայր, ուսուցիչ ու էլ ի՞նչ ա կնոջը պետք։ Երբ քո կողքին ամեն ինչ ա, քեզ հենարան ա։ Ես սիրեցի ոչ թե Խորեն Լևոնյանին, այլ Խորենին, իրան էլ եմ դա բազմիցս ասել։ Ինձ համար Խորեն Լևոնյան չկար, կար Խորեն, իրա հոգատարությունը բոլորի հանդեպ։ Ես նման բան չեմ տեսել, ինքը շատ ուրիշ ա։ Մեր պատմության մեջ ամենակարևորը իմ համար այն էր, որ ինքը լավ հայր ա, ոնց կարաս էդ մարդուն չսիրես։ Ես իրան թուլացած չեմ տեսել, բայց տեսել եմ նեղ սրտած ու չեմ ուզում տենց տեսնեմ երբեք։ Զրույցի ընթացքում խոսվեց նաև Էմմայի աշխատանքային գործունեության շարունակության մասին։ Նա նշեց, որ Խորեն Լևոնյանը դեմ չէ իր նկարահանվելուն, սակայն ունի որոշ պայմաններ։ Օրինակ, չպետք է լինեն համբույրի տեսարաններ։ Այս առիթով Նազենին նշեց, որ հենց Խորեն Լևոնյանն է տարիների ընթացքում բազմիցս նկարահանվել նման տեսարաններում։ Էմման ժպիտով հաստատեց այդ միտքը, անգամ օրինակ բերեց Նազենիի և Խորենի վերջին համբույրը Հոթել Գրանդ նախագծում, ինչին ականատես էր եղել անձամբ։ Ինձ որ ասում էին՝ բա դու չես խանդում, ես ասում էի՝ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, նշել էր Էմմա Ազիզյանը։ Ինչպես արդեն Star News-ը տեղեկացրել էր, հունիսի 30-ին տեղի է ունեցել դերասան Խորեն Լևոնյանի հարսանյաց արարողությունը։ Դերասանի սիրելին դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանն է։ Էմման հեռուստադիտողին հայտնի դարձավ 4 երազանք և Հոթել Գրանդ հեռուստանախագծերից։ Հարկ է նշել, որ դերասանուհին իր սոցիալական էջերում այդքան էլ ակտիվ չէ։ Դերասանը և կինը արդեն մի քանի տարի է, ինչ միասին են աշխատում։ Զույգը սկսել է համագործակցել 2021 թվականին Խորեն Լևոնյանի «Հույս» ալբոմի շրջանակներում։ Էմման որպես վոկալիստ բեմում է եղել Խորեն Լևոնյանի կողքին, իսկ ժամանակի ընթացքում նրանց մեջ ձևավորվել է մեծ սեր։ Խորեն Լևոնյանն ու կինը Էմմա Ազիզյանը պսակադրվել են Վազգեն Սարգսյանի եղբոր դստեր Նոնա Սարգսյանի և նրա ամուսնու Գրիգոր Տեր-Ղազարյանի քավորությամբ։ Նոնան իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար և գրել. «Ու դարձանք մի ընտանիք»։ Մինչ ողջ համացանցը քննարկում էր սիրված դերասան Խորեն Լևոնյանի ամուսնությունը, Star News.am-ը այս հարցով դիմեց արհեստական բանականությանը։ Վերլուծելու համար պատմությունը։
Խորեն Լևոնյանն արդեն փորձ ունի հարաբերությունների ոլորտում։ Այդ փորձը կարող է օգնել, որ նոր միությունը ավելի կայուն ու գիտակցված լինի։ Միևնույն ժամանակ 3 ամուսնություն նշանակում է նախկին հարաբերությունները չեն կայացել, հետևաբար որոշ ռիսկեր մնում են։ Իմ հումորային կանխատեսումն այսպիսինն է՝ 3-ից 7 տարի։ Եթե հարաբերությունները հիմնված են հասուն փոխհասկացողության վրա, կանցնի 7 տարին։ Եթե կրկնվեն նախորդ սխալները, ամուսնությունը կարող է լինել նաև 3 տարվա շրջանակներում։ Սիրված դերասան Խորեն Լևոնյանը նոր սեր է գտել ու պաշտոնապես ասել է իր այոն։ Այս սեզոնը կլինի հեփի էնդով, թե ոչ, ժամանակը ցույց կտա։ Ասում են 3-ը բախտավոր թիվ է, միգուցե այս սերը իսկապես երջանկություն բերի դերասանին։ Իսկ Star News AM-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Մինչ բոլորը քննարկում են Խորենի երրորդ հարսանիքը, մենք առաջարկում ենք հետհայացք գցել ու վերհիշել, թե ինչպես էին անցել դերասանի նախորդ 2 հարսանիքները, ինչ տեսք ուներ նա, որպես փեսացու։ Ինչպես հայտնի է, Խորեն Լևոնյանի առաջին կինը բալետի պարուհի Պարուսույց Մերի Հովհաննիսյանն է։ Նրանց հարսանիքն անցել էր հայկական ավանդական հարսանիքի տարրերով։ Պսակադրություն, ապա խնջույք, մտերիմների մասնակցությամբ։ Բաժանման լուրերից հետո Խորենի կինը զերծ չմնաց մեկնաբանություններից և ամսագրերից մեկին տված հարցազրույցում նշել էր. «Ցանկացած զույգի կյանքում էլ խնդիրներ լինում են, իսկ հետո հարթվում։ Այնուամենայնիվ նրանք ամուսնալուծվեցին»։ Ի դեպ, այն խոսակցությունների ֆոնին, երբ Խորենին և երգչուհի Լիլուհին բուռն սիրավեպ էին վերագրում։ Խորենը և Մերին համատեղ որդի ունեն՝ Արմենը։ Ի տարբերություն Մերիի հետ հարսանիքի, Խորենի և երկրորդ կնոջ՝ Դիկայի հարսանեկան արարողությունը չէր համապատասխանում հայկական ավանդական նորմերին։ Զույգի հարսանեկան արարողությունը կայացել է Երևանից դուրս գտնվող հյուրանոցային մի համալիրում, որը ըստ Լիկայի հեքիաթային ու գեղեցիկ է եղել։ Այդ օրվա բարենպաստ օրն էլ նպաստել է, որպեսզի գեղեցիկ և անմոռանալի օր ունենան։ Շատ գեղեցիկ էր մեր մուտքը, կանաչ տարածության մեջ սպիտակ սեղանիկներ էին դրված։ Մեր մուտքն էլ Մենդելսոնի երաժշտության ներքո եղավ։ Ջութակահարուհին Խորենի քույրն էր, պատմել էր նա։ Իսկ ամուսնության առաջարկություն դերասանը Լիկային արել էր Դիլիջանում, ուր նա մեկնել էր նկարահանումների, իսկ Լիկան էլ ուղեկցում էր իր սիրելիին։ Նկարահանումների ժամանակ Խորենը շատ անսպասելի առաջարկություն արեց ինձ, ինչը շատ հաճելի էր։ Երբ Խորենն ինձ նվիրեց մատանին, մենք նկարահանման հրապարակի կենտրոնում էինք, իսկ շուրջը նկարահանող խումբն էր։ Հայտնել էր դերասանուհին. «Այս միությունը ևս երկար կյանք չունեցավ, բայց համատեղ որդու՝ Արամի դաստիարակությամբ Խորենը և Լիկան միասին են զբաղվում»։ Ի դեպ, հարցազրույցներից մեկում Խորեն Լևոնյանը նշել էր, որ դեմ չի լինի կրկին ամուսնանալ և երեխաներ ունենալ։ Փաստորեն դերասանը կատարեց իր ցանկությունն ու ամուսնացավ երրորդ անգամ։ Պսակադրություն, խնջույք, գալիս է շարունակությունը։ Ինչևէ, Խորեն Լևոնյանի անձնական կյանքի օրինակով կարելի է փաստել երջանկությունը շքեղ հարսանիքների ինչ-որ նորմերի կամ խոստումների մեջ չէ։ Այն ամենօրյա աշխատանքի արդյունք է։ Կրկին շնորհավորում ենք սիրված դերասանին, իսկապես մաղթելով, որ այս նոր միությունը նրան բերի այդքան ցանկալի անձնական երջանկությունը։ Եվ վերջապես, կարիերայի հաղթանակներից հետո հերթը անձնական հաղթանակներինն է։